Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն։ Հակառակորդ հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ կիրառելով նաև RPG-7 տիպի նռնականետ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել էր Արցախ։ Հանրապետության հարավային թևում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանակցի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին։ Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինության առաջվող հարցերի լայն շրջանակ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից էլ տեղեկացնում են, որ հանդիպման ժամանակ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Իր զեկույցում բանակի հրամանատարը մանրակրկիտ ներկայացրել է ապրիլյան մարտական գործողություններից հետո ստեղծված օպերատիվ մարտավարական իրադրությունը, առաջնագծում կատարված եւ կատարվող ինժեներական ու ամրաշինական աշխատանքների ընթացքը եւ անդրադարձել բանակաշինության ոլորտում իրականացվող այլ գործընթացների։ Ճնշումների ներքո կյանքի կոչված որոշումները չեն աշխատում, կարծում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը։ Եթե Ադրբեջանը Սանկտ Պետերբուրգ էր գնացել հոխորտալով, որ համաձայն չի դիտորդների թվի ավելացմանն ու հայտարարության մեջ ավելացնելու նպատակ է նշվում, դարձյալս նրա առաջընթաց չի լինելու։ Միակ ձեռքբերումը պատգամավորի խոսքով ժամանակն է, որ կողմը դա ճիշտ օգտագործեց, թե ռազմական, թե դիվանագիտական առումով նա էլ շահելու է։ Լավ է, գնացել են ընդե առաջնագիծ, նայել են, տեսել են, երևի խոսացել են, մեկ անգամ եւս տրամադրությունները ստուգելու իմաստով վստահ եմ, որ արցախցիները ասել են, որ կարող եք չերազել են նույնիսկ որ որևէ մեկ այստեղ մի սանտիմետր հետ է քաշելու կամ ինչ-որ բան է ասել։ Մարդը տուն է այցելել, ի վերջո չմոռանանք, որ այնտեղ նաեւ իր ծնողի գերեզմանը կա։ Ասենք Արցախ այցելել ամեն հայ ամեն օր, եթե Արցախ այցելես, միայն ուրախ եմ լինելու։ Հիմա ավելին ասելու իմաստով դա տեղին է, մարդ պետք է բացատրի, որ ինքը գնում է ինչ-որ բան է փոխանցում, հա։ Սանկտ Պետերբուրգից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Արցախ։ Թևան Պողոսյանը սա հայկական երկու պետությունների համաձայնեցված քաղաքականության դրսևորում է համարում, համոզված է, այդպես էլ պետք է լիներ։ Այդ հանդիպումները նաև Արցախի մթնոլորտին հաղորդակից դառնալու հնարավորություն են։ Եթե լինենք խելոք եւ ճիշտ օգտագործենք այդ ժամանակը, ապա պատրաստ կլինենք ցանկացած տեսակի զարգացումներին։ Եթե ժամանակը չօգտագործեցինք, ապա ինձ թվում է մոտակա ժամանակներում Ալիևի խորհրդականները կամ հենց նույն ինքը Ալիևը հասկանալու է, որ ճնշումների տակից դուրս գալու համար ինքը պետք է նորից ինչ-որ մի բան ապացուցի եւ դա երևի կլինի նմանատիպ մի գործողություն, որը մենք տեսել ենք ապրիլի 2-ից 6-ի շրջանակներում։ Այս խնդիրը մեկ օրվա լուծելիք չէ, ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, եթե անգամ ընդհանուր մոտեցումներում համաձայնության կան, խնդիրը մանրուքներում է։ Այդ մանրուքներն էլ կքննարկվեն տարիներ շարունակ։ Այս process-ը շատ կարճ չի լինելու, ավելին բավականին երկար է լինելու, որովհետև թեև փաստացի Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ երկու կողմերն էլ համաձայնվել են, բայց ինչպես միշտ սատանան մանրուքների մեջ է, հա, որով այստեղ մանրուքների շուրջ է գնալու կոպիտ բառ կա բազարը։ Եվ այդտեղ արդեն սկսվելու է, ես կարծում եմ, ձգձգվել ամեն ինչ։ Ցանկացած դեպքում առանց Արցախի ժողովրդի համաձայնության որևէ լուծում չի լինի, արձանագրում են մասնագետները, իսկ Ադրբեջանից հնչող քարոզչական հայտարարությունները իբրև թե փուլային տարբերակին համաձայնության մասին պետք է արհամարել եւ առաջինը բարձրաձայնել սեփական ընդունելի տարբերակը։ Այն գաղափարը, որ այս տեսակի հարցեր այնտեղ քննարկվել չքննարկվելու խնդիր կարող են ունենալ կամ ոչ, ինձ ամենակիչն է հետաքրքրում, որտեղ ես մի բան գիտեմ, որ Արցախը ինչ-որ իր չի, հա, որևէ մեկի կրպանում լինի, որոշի գա սիլավ էս իրից մի մասը փոկում եմ, տալիս եմ ուրիշին կամ ինչ եմ անում։ Միչը արցախցին է լինելու տերը եւ ինքն է որոշելու։ Իսկ մինչեւ արցախցին այնտեղ նստած չի բանակցությունների սեղանի շուրջ, ուրեմն այս տեսակի խոսակցությունները կարող են լինել ընդհանրապես ինչ-որ անիմաստ մտավարժանքներ։ Արդյոք կարողանան ադրբեջանցիները
այդպես ասած հաղթող դուրս գան իրենց հաշվարկների մեջ։ Նորից կախված է լինելու մեր վարքագծից։ Եթե մենք այս տեսակի հայտարարություններին ուղղակի համարենք եւ մի հատ էլ ասենք եկեք կվերցնեք, բնականաբար իրենք սխալված կլինեն։ Ռուսաստանը Արցախի գործոն օգտագործում է իր շահերն առաջ տանելու համար, համոզված է Թևան Պողոսյանը։ Այսուհանդերձ լավագույն խաղաղապահը Արցախի պաշտպանության բանակն է։ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտությունն այս պահին լուծելու շտապողականության անհրաժեշտություն Թևան Պողոսյանը չի տեսնում։ Ասում է առնվազն 3-ից 4 սերունդ ունենալու ենք այս իրավիճակը։ Պետք է աշխատել անընդհատ, ով օգնեց կպարտվի։ Սամվել Բալայան, Աննա Բալյան, օր